Բարև Շանդ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հուլիսի 20-ն է, երկուշաբթի։ Ավարտվել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի կողմից Գյումրի քաղաքի Սև Բերդ ամրոցը օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ուղղակի վաճառքով 22.951.500 դրամով ֆիզիկական անձի է օտարել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից չբխող եւ դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Գյումրի քաղաքի Սև Բերդ ամրոցը եւ դրա օգտագործման համար նախատեսված հողամասը։ Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, ազգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Այն է, պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը։ Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցող թեժ մարտերի ֆոնին Մոսկվան շարունակում է վերափոխել միգրացիոն քաղաքականությունը, ավելացնելով վերահսկողության գործիքները եւ խստացնելով կանոնները։ Հնարավոր է շուտով Ռուսաստանի Դաշնություն աշխատելու կամ երկարաժամկետ բնակվելու նպատակով մեկնող յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի պարտադիր ունենա բջջային հեռախոս իր էլեկտրոնային պրոֆիլով։ Բջջային հեռախոսի միջոցով ռուսական իշխանությունները կկարողանան հետևել քաղաքացուն, ճշտել նրա գտնվելու վայրը, վերահսկել տեղաշարժը եւ անհրաժեշտության դեպքում կապ հաստատել փաստաթղթերի կամ միգրացիոն հաշվառման հարցերով։ Այս նոր համակարգի մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը։ Յուրաքանչյուր միգրանտ, ով ժամանում է այստեղ հատկապես աշխատելու կամ երկար ժամանակով մնալու համար, պարտավոր կլինի հեռախոս գնել։ Նա չի կարողանա մի բնակավայրից մյուսը տեղափոխվել առանց վերահսկողության, փոխել իր բնակության վայրը։ Բացի դրանից, ներքին գործերի նախարարությունը հեռախոսի միջոցով կկարողանա նաև կապ պահպանել օտարերկրյա քաղաքացիների հետ միգրացիոն հաշվառման հարցերով, տեղեկացնելով փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտի կամ պետական մարմին դիմելու անհրաժեշտության մասին։ Սակայն սա նոր գաղափար չէ։ Միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հիշեցնում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում գործում է նմանատիպ փորձնական վերահսկողական համակարգ։ Ամինաբջջային հավելվածի միջոցով ներքին գործերի նախարարությունը հետևում է միգրանտներին։ Թեև այժմ քննարկվում է առանձին հեռախոս ունենալու պարտադիր պահանջը, միգրացիոն ծրագրերի փորձագետը ասում է, ինքը դեռ սկզբից է խորհուրդ տվել միգրանտներին հավելվածն օգտագործել առանձին բջջային հեռախոսում։ Գիտեք, Ռուսաստանի Դաշնությունում WhatsApp, Facebook, YouTube սրանք չեն աշխատում եւ դրա համար VPN է պետք։ Եվ եթե այն հեռախոսը, որտեղ Ամինա ծրագիրն է, փորձեն միացնել VPN, այս ծրագիրը ավտոմատ անջատվում է, ինչը բերում է հետևանքի, այն է անձի միգրացիոն հաշվառումը չեղարկվում է, այսինքն նույն պահին ինքը կարող է դառնալ կարգավիճակը կարող է դառնալ անօրինական։ Մինչ վերահսկողությունը խստանում է, օտարերկրացիների թիվը Ռուսաստանում նվազում է։ Ըստ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տվյալների 2025 թվականի սկզբից օտարերկրյա քաղաքացիների թիվը 6.3 միլիոնից նվազել է, հասնելով 5.7 միլիոնի։ Այս ամենին զուգահեռ նվազել են նաև աշխատանքային միգրացիայի ծավալները։ Բեժանյանի խոսքով մայիսի դրությամբ միայն Հայաստանի ավելի քան 23,000 քաղաքացի 3-ից 10 տարի ժամկետով ունի Ռուսաստան մուտքի արգելք։ 2022-ից հետո մշտապես դիտում ենք միգրացիոն հոսքերի նվազում դեպի Ռուսաստանի Դաշնություն, եւ եթե մինչեւ 22 թվականը 100-ից 120 հազար մարդու մասին էր խոսքը, ովքեր աշխատանքային կամ քաղ իրավական պայմանագրով աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, ապա այդ թիվը հիմա նվազել է 70 հազարի շուրջ է, այսինքն մենք 30 եւ ավել տոկոս նվազում ունենք։ Փորձագետի գնահատմամբ այս խստացումների հիմքում անվտանգության նկատառումներն են, որոնք մեծապես պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմով։ Սակայն այստեղ առաջանում է հարց, որքանով են նմանատիպ վերահսկողական մեխանիզմները համատեղելի անձնական կյանքի եւ անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշների հետ։ Ռուսաստանի Դաշնությանը բացարձակ չեն հետաքրքրում որևէ միջազգային չափանիշներ։ Իրենց հետաքրքրում է միայն իրենց պետության անվտանգությունը եւ իրենք դրանից ելնելով կառուցում են իրենց մնացած քայլերը։ Սահմանափակումները միայն մեծահասակներին չեն վերաբերում։ 2025 թվականից միգրանտների երեխաները այլևս չեն կարող ընդունվել ռուսական դպրոցներ, եթե նախապես չեն հանձնել ռուսերենի իմացության քննություն։
Թեստերը միայն առաջին դասարանցիների համար բանավոր էին, երկրորդից 11-րդ դասարանցիների համար եւ բանավոր եւ գրավոր։ Եվ հարցերի 90%-ին պետք է երեխան ճիշտ պատասխանի, այլապես նա չի կարող ընդունվել դպրոց։ Մենք արդեն ունենք ահազանգեր, որ երեխաներ կան, որ այդ շեմը չեն կարողանում հաղթահարել եւ նրանց դպրոց չեն ընդունում։ Եվ որpիսի երեխան կրթությունից դուրս չմնա, կամ նա պետք է գնա վճարովի դպրոց, կամ ուղղակի պետք է վերադառնա իր քաղաքացիության երկիր։ Եվ հենց այդպես էլ պատկան մարմինները նշում են, ասում են, եթե չեք կարող այդ 90%-ի շեմը հաղթահարել, վերադարձեք ձեր երկիր եւ այնտեղ դպրոց գնացեք։ Բեժանյանի խոսքով այս սահմանափակումը իր ուղիղ ազդեցությունն է ունենում աշխատանքային միգրանտների վրա եւ խոչընդոտ հանդիսանում այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են միասին տեղափոխվել Ռուսաստան։ Նման սահմանափակումներից է նաեւ այն, որ ընտանիքի անդամներին իր հետ տանելու համար միգրանտի աշխատավարձը պետք է համապատասխանի տվյալ բնակավայրի նվազագույն սպառողական զամբյուղի չափին, բազմապատկված ընտանիքի անդամների թվով։ Օրինակ, եթե Մոսկվայում դա մոտավորապես 22,000 ռուբլի է, 5 հոգանոց ընտանիքի դեպքում 22,000 անգամ 5։ Եվ եթե այս գումարից պակաս եղավ, ուղղակի աշխատանքային միգրանտը չի կարող իր պայմանագրով երկարացնել ընտանիքի անդամների ռեգիստրացիան Ռուսաստանի Դաշնությունում։ Ընդամենը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության Պետդուման ընդունեց նաև օրենքների նոր փաթեթ, որով կրկին խստացվում են միգրանտների կեցության կանոնները։ Ըստ նոր կարգավորման աշխատանքային թույլտվությամբ աշխատող օտարերկրյա քաղաքացիների երեխաները 18 տարին լրանալուց հետո պետք է կամ լքեն Ռուսաստանը կամ 30 օրվա ընթացքում ստանան աշխատանքային թույլտվություն։ Սակայն այս փոփոխությունը, ինչպես նշում է Տաթևիկ Բեժանյանը, չի տարածվում Հայաստանի քաղաքացիների վրա։ Նրա խոսքով, որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիներ, հայերը Ռուսաստանում աշխատանքի համար աշխատանքային թույլտվության կամ պատենտի կարիք չունեն։ Նրանք աշխատում են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա։ Նոր սահմանափակումը վերաբերում է միայն այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք աշխատում են պատենտով կամ աշխատանքային թույլտվությամբ։ Այսպիսով Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը փոխվում է արագ տեմպերով, եւ եթե նախկինում վերահսկողությունը սահմանափակվում էր մուտքի եւ փաստաթղթերի ստուգմամբ, ապա այժմ այն տեղափոխվում է նաեւ թվային հարթակ վերափոխելով միգրանտների առօրյան եւ սահմանելով կյանքի նոր կանոններ։ Էլեն Խուդրան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Թեժմարտերը շարունակվում են ինչպես ռուս-ուկրաինական ճակատում, այնպես էլ Մերձավոր Արևելքում հակամարտող բոլոր կողմերը հայտարարել են զոհերի մասին, դարձյալ հարձակման է ենթարկվել նաև Մոսկվայի մարզը։ Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 անօդաչու թռչող սարք է արձակել։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Որոբյովը հայտնել է, որ այդ հարձակման հետևանքով կան զոհեր եւ վնասվել են ենթակառուցվածքները։ Զոհեր կան նաև ուկրաինական կողմում։ Ռուսական բանակի կողմից Զապորոժեին եւ Զապորոժեի շրջանին հասցված հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Ռուսական կողմը հայտարարել է, որ շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի այն նավահանգիստներին, որոնք ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներգրաված են Ուկրաինայի զինված ուժերի շահերի ապահովման գործում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ Օդեսայի նավահանգստում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վարելիքաքսուկային նյութերի պահեստային բաքերը։ Այս փոխադարձ հարվածների ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոն Հիին եւ կրկին երախտագիտություն հայտնել ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ Ես կցանկանայի եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնել մեր հատուկ ռազմական գործողությանն աջակցելու եւ Կուրսկի շրջանն ազատագրելու նպատակով Կորեայի ժողովրդական բանակից զինվորներ ուղարկելու որոշման համար։ Թեժ մարտերը շարունակվում են նաև Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգները նոր ավիահարվածներ է հասցրել Իրանի ուղղությամբ այն բանից հետո, երբ հայտարարվել է եւս մեկ ամերիկացի զինծառայողի մահվան մասին։ Զոհի մասին հաղորդել են նաև իրանական կողմը։ Իրանական պետական ԻՌՆ գործակալությունը փոխանցում է, որ Միացյալ Նահանգների գիշերային հարվածների հետևանքով Իրանի հյուսիս-արևմուտքում առնվազն 1 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել։ Իրանը պատասխանել է հարձակում սկսելով Բահրեյնի եւ Քուվեյթի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը։ Մինչ կողմերը շարունակում են կործանիչ հարվածները, բարձրանում է նավթի գինը։ Brent տեսակի նավթի 1 բարելի գինը գերազանցել է $90։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են սպասվող նոր լայնածավալ ռազմական գործողությունների մասին։ Washington Post թերթը հղում անելով ամերիկյան պաշտոնյայի հայտնում է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայից Մերձավոր Արևելք է տեղափոխում լրացուցիչ մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև լցավորվող ինքնաթիռներ։ Ամերիկյան պաշտոնյան հաստատել է, որ տարածաշրջանում նկատվում է ավիացիոն զորքերի ուժեղացում, հատկապես ամերիկյան զինվորների զոհվելու մասին հաղորդագրությունների ֆոնին։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ Հորդանանում ամերիկյան բազաներին Իրանի զինված ուժերի հարվածներից հետո զոհվել է ԱՄՆ-ի 3 զինծառայող։ Եվս մեկ ամերիկացի զինծառայող զոհվել է Իրաքում իրանական ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Սա Լիբանանի նախագահի առաջին այցն է Վաշինգտոն։ Լիբանանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ ԱՕՆ-ը երեքշաբթի կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Իրանի նախագահը Վաշինգտոն էր մեկնել Իտալիայում Լիբանանի եւ Իսրայելի միջև բանակցությունների ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահ ԱՕՆ-ը մի շարք ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկումներ կանցկացնի Լիբանանում տիրող իրավիճակի եւ հրադադարի ամրապնդման ուղիների վերաբերյալ, ինչպես նաեւ Իսրայելի կողմից զբաղեցրած լիբանանյան տարածքներից դուրս գալու հարցի շուրջ։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Վիրուսային եւ բակտերիալ ծագման, աղիքային վարակների եւ ինֆեկցիոն հիվանդությունների տարածման պատճառները բազմաթիվ են եւ դրանց շարքում ոչ պատշաճ ջերմային մշակման ենթարկված սննդամթերքի օգտագործումը, աղտոտված ջուրը եւ չլվացված ձեռքերով վարակի փոխանցումը։ Միաժամանակ փոխվել են աղիքային հիվանդությունների կլինիկական դրսևորումները, ինչը բժիշկներից պահանջում է ախտորոշման եւ բուժման մեթոդները։ Դրա համար անհրաժեշտ են շարունակական մասնագիտական վերապատրաստումներ։ Գյումրի բժշկական կենտրոնում անցկացվել է մասնագիտական քննարկում նեղ մասնագետ բժիշկների համար։ Շոկ եւ խոնավ եղանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման համար։ Եթե սննդամթերքը չի պահպանվում անհրաժեշտ պայմաններում կամ չի ենթարկվում պատշաճ ջերմային մշակման, այն կարող է դառնալ աղիքային վարակների հարուցիչների բազմացման բարենպաստ միջավայր։ Եվ առաջին հայացքից անվնաս թվացող սովորությունները դրսում վաճառվող երբեմն անհայտ ծագման արագ սննդի օգտագործումը, անմիջապես ծորակից ջուր խմելը, չլվացված մրգերի ու բանջարեղենի օգտագործումը, լողավազաններում լողալը կամ շփումը վարակագիր մարդու հետ եւ այլն կարող են հանգեցնել աղիքային վարակների եւ առողջական լուրջ բարդությունների։ Ամռան եւ աշնան ունենք վիրուսային դիարաների ակտիվացում։ Բացի դրանից նաեւ ակտիվացել են ցանային հիվանդությունները, մասնավորապես այնպիսի հիվանդություն, օրինակ էնտերովիրուսը, որի ժամանակը եւ կլինիկական պատկերը կարող է լինել եւ ցանով ընթացող եւ օրինակ աղիքային համախտանիշով զուգակցված։ Լինում են եւ որ գալիս են ծովից, աղիքային ինֆեկցիայով, տարբեր երկրներից, հնարավոր է, էլի ասեցի, որովհետեւ այստեղ ձեռքերի մաքրությունը նշանակություն ունի, շատ լվացվելը կամ արդյոք այդ լողավազանները, որ լողանում են, ջուրը դե ակամայից լինում է, որ չէ, կուլ է գնում, մաքուր է լինում, թե չէ, այսպիսի հանգամանքներից ելնելով։ Աղիքային վարակիչ հիվանդություններն առավել հաճախ սկսվում են ընդհանուր թուլությամբ, գլխացավ ովախորժակի կորուստով եւ մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Հիվանդության զարգացման ընթացքում կարող են ի հայտ գալ սրտխառնոց, փսխում, որովայնի ցավեր եւ լուծ, որը երբեմն կարող է պարունակել լորձ, թարախ կամ արյուն։ Նմանատիպ ընդհանուր ախտանշաններով կարող են սկսել նաեւ ցանով ուղեկցվող որոշ վիրուսային վարակներ։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ տարիների ընթացքում փոխվել են նաեւ հիվանդությունների կլինիկական դրսևորումները։ Վերջին տարիներին կրկին ակտիվացել են մի շարք վարակիչ հիվանդություններ, որոնց տարածվածությունը նախկինում զգալիորեն նվազել էր։ Եթե 23 եւ 24 թվին դեպքերը գերակշռում էին կարմրուկով դեպքերը հիվանդացության, այս վերջին 2 տարիներին առավել շատ գրանցվում են էնտերովիրուսով պայմանավորված, ջրծաղիկով պայմանավորված հիվանդացության աճ։ Ցանային էլեմենտներով, այսինքն ցանային հիվանդները ավելի շատ են, քան նախորդ տարիներին էին։ Հիմա շատ ավելի գերակշռում են իհարկե ադենովիրուսը, էնտերովիրուսը, աղիքային ինֆեկցիաները իհարկե հիմա շատ ավելի ակտուալ են։ Էշերիխյանն է, որը շատ ավելի ուրեմն մինչև 5 տարեկան երեխաների մոտ կարող է առաջացնել հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ, որը մեզ շատ ավելի զգոն է պահում այդ դիագնոզ ունենալուց հետո եւ բուժումը շատ ավելի այլ ուղղությամբ է գնում։ Հիվանդությունների բարդացման եւ կրկնավարակների ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը ինքնաբուժությունն է։ Շատ մեծահասակներ բժշկի դիմելու փոխարեն դեղորայք են ընդունում ինքնուրույն, իսկ երեխաների դեպքում ծնողները հաճախ առաջնորդվում են հարազատների կամ համացանցում հանդիպած խորհուրդներով։ Մեկ այլ լուրջ խնդիր հակաբիոտիկների ինքնակամ օգտագործումն է։ Մասնագետները հիշեցնում են, որ վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկները ոչ միայն արդյունավետ չեն, այլև կարող են առաջացնել կողմնակի շատ ավելի լուրջ ազդեցություններ։ Երբեմն լինում է գալիս են ապտեկա գնացինք, տեղատան աշխատողը, այս խորհուրդ տվեց են, ախր ոնց կարող է խորհուրդ տա, եթե հիվանդին չի տեսնում։
Կամ հիմա լինում է դեպքեր, ասեմ ձեզ, որ գալիս են, ասում են, մենք գիտեք տանը ներերակային սիստեմաներ ենք միացրել, հարցնում են բժիշկը տեսել է նայել, չէ, մենք ենք մտածել, որ սա կաթիլային միացնենք, բայց այդ կաթիլայինը ուզում եմ, որ բոլորը իմանան։ Դա ներերակային միջամտություն է, որը կարող է շատ վտանգավոր լինել։ Այսպես ամեն օր տարբեր եւ երբեմն բարդ կլինիկական դեպքերի հետ աշխատող բժիշկներն իրենց պրակտիկայում կիրառում են բուժման տարբեր մեթոդներ, ձևավորում արժեքավոր փորձ եւ նոր մոտեցումներ։ Բժիշկները քննարկեցին դեղորայքային բուժման ճիշտ ընտրության, հիվանդների վարման եւ արագ արձագանքման ժամանակակից տարբերակները։ Անդրադարձ կատարվեց նաեւ ախտորոշման եւ բուժման ընթացքում ամենահաճախ հանդիպող սխալներին։ Փորձի փոխանակումից եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունից բացի, դասընթացի մասնակիցները ստացան նաեւ Առողջապահության նախարարության վավերացրած շարունակական մասնագիտական զարգացման 5 տեսական կրեդիտ։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չաքմիշյան, Հորիզոն։ Այսպիսով ավարտվեց ֆուտբոլի եւս մեկ աշխարհի առաջնություն։ 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն դարձավ Իսպանիայի հավաքականը։ Իսպանիա-Արգենտինա հանդիպման լրացուցիչ ժամանակում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 1-0 հաշվով հաղթանակ տարավ 2022 թվականի աշխարհի չեմպիոն Արգենտինայի նկատմամբ։ Արգենտինացիները խաղադաշտում պայքարում էին 10 հոգով։ Էնցո Ֆերնանդեսը հեռացվեց խաղադաշտից խաղթման համար։ Լրացուցիչ ժամանակում հաշիվը բացեց Բարսելոնայի 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը։ Աշխարհի առաջնության եզրափակիչին ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նա նույնիսկ ոսկե գավաթին դիպչելու հնարավորություն ունեցավ, նախքան այն կհանձնվեր ապագա հաղթողին, երբ հատուկ Թրամփի համար գավաթը մոտեցրին VIP օթյակ։ Արգենտինայի ազգային հավաքականի ավագ եւ հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը։ Տխուր եմ, բայց հասկանում եմ, որ մենք խաղացինք մեր ողջ ուժերով։ Անկեղծ ասած, նրանք ավելի լավն էին։ Մենք պարտվեցինք եւ մենք ընդունում ենք դա։ Սակայն դա չի նշանակում, որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ արել ենք մինչեւ այժմ։ Ուստի ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, իմ թիմակիցներին եւ երկրին։ Լիոնել Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN պարբերականը։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։